Բայց ես ու օտաչուները ինչ են անում, դա զայնագրված է, օտաչուները մեկը մյուսից հարցնում է, ինչ պատահեց հայերեն, չնայած իրավունք չունեին հայերեն խոսալ, պիտի անպայման միայն անգլերեն երարել, խոսեն, տենց է պայմանը, մեկը մյուսից հարցնում, ինչ պատահեց, մյուսը չի պատասխանում, սկսան ջոյստիկը քաշել իրանց վրա, ջոյստիկը խոդ ունի, այսինքն մինչև 24 աստիճան կարող է հետ գալ, չէ՞, ջոյստիկը գնում էր 3 անգամ արել են, 3 անգամ մինչև 12 աստիճան, 11.5 աստիճան, ջոյստիկը գալիս ու կանգնում է։ Իսկ են ստաբիլիզատորի վրա, որ կան հատուկ ռուլ վսատի, հայերեն ոնց կան։ Համարյա տեղի չի շարժվում։ Ջոյստիկը գնումը, հասկանում եք, իսկ ռուլը չի բարձրանում վերը, որ ինքնատիրին ուժ տա, որ ինքը քիթը բարձրացնի։ Ու տենց ինքնատիրը գնաց ու մտավ ջրի մեջ։ Այսինքն օդաչուներն էին մեղավոր։ Օդաչուների մեղքը նրանումն էր, որ 3 անգամ իրանց չեմ իրավունք չունենք ասելու, իրանց մեղքի մասին։ Զոհված մարդիկ են։ Ուղղակի 3 անգամ չէին կարող կողմնորոշվել։ Իջնում են, թե չեն իջնում։ Հետո դիսպեչերը ասեց, գնացեք երկրորդ на второй круг, իրան չի պիտի լսեին, որովհետև դիսպեչերը իրավունք չունի հրամաններ տալ, հասկանում եք։ Դիսպեչերը իրավունք ունի միայն տեղեկացնել, թե առադրոմի պայմանները ոնց են։ Իսկ որոշումը վարիչ կատարել թե չէ, դա ինքնատիրի հրամանատարն է որոշում։ Այսպես բաներ, բայց դա իրանց մեղքը քրիտիկական չէր։ Ես գտնում եմ, որ քրիտիկականը ինքնատիրի անսարքությունն էր։ Ինքնատիրը կառավարվում է կոմպյուտերի հրամաններով, չէ, ավտոմատիկան երբեք ավտոմատը մարդու գլուխը չի կարող փոխարինել, որովհետև человек может предвидеть, а автомат ждет, пока что-то случится, потом реагирует. Понимаете? С определенной задержкой во времени.